Մեծ եռանդով են արցախցիները պատրաստվում ու սպասում մարտի 29-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Իրականում այս նախաձեռնությունը, որովհետև սա բազմաթիվ հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, այսինքն տարբերվում է մինչ այդ հնչած կոչերից, մինչ այդ տեղի ունեցած հանրահավաքներից, եւ այստեղ նախաձեռնություն չունեն քաղաքական ուժերը, չնայած բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների հետ նաեւ մեկ անգամյա հանդիպում է եղել, որտեղ քննարկվել են բոլոր տարբերակները եւ արդյունքում դիտարկվում են 3 պահանջները, այն է արցախցիների հավաքական վերադարձի շուրջ գործընթացի իրականացում Հայաստանի իշխանությունների կողմից, գերիների անհապաղ վերադարձ եւ Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ կեցության հնարավորություն։ Այսինքն 3 գլխավոր պայմաններ, որ պարտավոր է Հայաստանի իշխանությունը կատարել։ Քաղաքական գործիչները ֆլեշմոբով հայտարարում են, որ մասնակցելու են հանրահավաքին։ Իշխանությունը պարտավոր է կատարել արցախցիների պահանջները, որոնք կհնչեն հանրահավաքին։ Հակառակ դեպքում հանրահավաքները կշարունակվեն մինչև դրանց կատարումը։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Շաբաթ օրը արցախցիների կազմակերպած հավաքը կարևորվում է մի բանով. սա միասնական է, անկախ բոլոր հայացքներից ու հանգամանքներից։ Հայաստանի իշխանությունը կտեսնի մեր միասնականությունը, կտեսնի մարտի 29-ին Արցախի ու Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, բոլոր գործիչներին, ովքեր անկախ սեփական ամբիցիաներից գալու են հանուն միասնականության ու հանուն արցախցիների ու նրանց պահանջների կատարման։ Եվ կարևորում եմ միասնականությունը նախ եւ առաջ, որովհետեւ այստեղ որևէ անձի կամ որևէ եզակի մեկ ուժի կազմակերպված եւ առաջ բերած հարցեր չեն, սա դրության հավաքական արցախցիների պահանջներ, որի շուրջ պետք է տեղի ունենա հանրահավաքը։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այնքան զգոնություն ունի այս առումով, որ մեկ մարդու պես այդ օրը հետևելով այդ կոչին լինելու է Ազատության հրապարակում եւ նաեւ ես վստահ եմ ուզում լինել, որ այնտեղ են լինելու նաեւ Հայաստանի մեր սրտացավ, հոգացավ նաեւ այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ Արցախը դա միայն արցախցիների չի, այլ ամբողջ հայությունն է եւ այս պահանջը պիտի բոլորի շուրթերից հնչի։ Իրենք եւս այնտեղ կլինեն։ Այս պարագայում, եթե այս իշխանությունները տեսան այդ միասնականությունը եւ տեսան քաղաքական ուժերի, որոնք դրել են մի կողմ իրենց բոլոր ամբիցիաները եւ մի մարդու պես այնտեղ են որպես հասարակության բջիջ, ապա ես կարծում եմ, որ իրենք տարբերակ չեն ունենալու, քան կատարել այդ պահանջները։ Չկատարելու կամ չկարողանալու դեպքում պիտի ուղղակի հանրահավաքը որևէ կերպ չդադարի եւ պիտի շարունակվի այնքան, ինչ որոշում կայացնեն այս իշխանությունները, կամ կատարում են, կամ իրենք հեռանում են իրենց տեղը զիջելով այնպիսի իշխանությունների, որոնք համայն հայության ձայնը ուղղակի պիտի լսեն։ Արցախը միայն արցախցիներինը չէ, այլ ամբողջ հայությանն է։ Ովքեր սա հասկանում են, ապա հանրահավաքին ներկա են լինելու։ Արցախցիները իրավունք ունեն արժանապատիվ կեցության։